Գիտեմ, որ ինձ շատ էի կարոտել, դրա համար ասացի ձեզ ինձ հետ տանեմ իմ առաջին solo trip-ին։ Արդեն գրեթե հասել եմ, ուզում եմ խոսել տրանսպորտային միջոցներից։ Հեռախոսի հավելվածով գնել եմ 2 օրվա տոմս, արժեքը 14 եվրո։ Շատ հարմար է մանավանդ տուրիստների համար, որովհետև այստեղից այնտեղ են գնում կամ, չգիտեմ, խառնում ենք ինչ-որ տրանսպորտ, սխալ ենք նստում, 6 րոպեից էլ կլինեմ հոսթելում։ Առաջին տպավորություններս այդքան էլ լավ չեն, մաքրության առումով, ես ավելի մաքուր էի պատկերացնում։ Սա տենց կենտրոնը չի, կենտրոնին հարակից շրջան է, բայց այդ կապ չունի։ Լավ, եկեք ժամանակ չկորցնենք, գնացինք։ Ճամպրուկս թողեցի, ճիշտ ասանյակ չեմ մտել, բայց կա հնարավորություն ճամպրուկ թողելու, զուգարնից օգտվելու եւ հողանոցից օգտվելու, կապ չունի, որ իմ չեքինը ժամը 3-ից է սկսում, հիմա ժամը 10 է, բայց ասացին, որ ինչքան ուզեմ կարող եմ օգտվել ամեն ինչից։ Արդեն գտնվում եմ արվեստի պատմության թանգարանի դիմաց, այս 2 օրը լավ շոկ է լինելու այստեղ ու տեսեք ինչ է տեղադրված, մի սարք է, որտեղից որ կարող եք խմելու ջուր վերցնել եւ այսպես ջուրը ցողում է, որպեսզի մարդիկ հովանան։ Այստեղի տոմսը Get.Your.Guide հավելվածի միջոցով էի գնել եւ գրված էր, որ պետքա պրինտ անեմ, թղթի տարբերակով բերեմ QR կոդը, բայց այստեղ ասացին, որ պետքա գնամ եւ անվճար տոմս վերցնեմ, տոմս արկղից հիմա հերթի մեջ եմ, որպեսզի տոմս վերցնեմ, նոր այդ տոմսով ներս մտնեմ։ Տեսեք, այստեղ ներսում սրճարան կա, գեղեցիկ ճարտարապետությամբ, մի հրաշք տեսարանով, բայց հերթերը այնքան շատ են, որ երևի մի ժամ էլ հերթի մեջ կկանգնեք։ Եկեք ցույց տամ հերթը ինչքան է։
Ձեզ ցույց կտամ այն կտավը, որի համար եկել եմ այստեղ։ Պիտեր Բրեգելի Բաբելոնյան աշտարակը կտավն է, որը 1563 թվականի կտավ է։ Ոնց որ թե ամեն ինչ հասցնում եմ արդեն օպերայի ներսում եմ, Վիեննայի օպերայի ներսում եմ, վերցրել եմ տուր 1 ժամ տևողությամբ։ Այդտեղ տուրերը տևում են 1 ժամ տարբեր լեզուներով, վերցրել եմ անգլերենը։ Նույնիսկ 15 րոպե շուտ եմ եկել, բայց թանգարանում կցանկանայի գոնե եւս 1 ժամ մնայի, որովհետեւ շատ հետաքրքիր էր։ Նույն կեսից չեմ նկարել, որովհետև իրականում չէր թույլատրվում ներսում վիդեո նկարահանել, չգիտեի, աշխատողներից ներսում ինձ ասացին, որ չի կարելի նկարահանել, բայց իրականում խորհուրդ կտամ, որ գնաք այդ թանգարանը, նախատեսած լինեք մինիմում 3 ժամ այնտեղ անցկացնելու համար։ Օպերայի տուրը վերջացավ, ասեմ, որ շատ հետաքրքիր էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռումբ է ընկել հենց շենքի կենտրոնում եւ 80%-ը փլատակների տակ է հայտնվել շենքի։ Օպերաները ցուցադրում սեպտեմբերի 1-ից մինչև հունիսի վերջ եւ տարին մեկ անգամ ներսում բալ են կազմակերպում, գալիս են գեղեցիկ բալային հագուստներով, ապարում են, ավելի շատ արիստոկրատիայի ներկայացուցիչներն են լինում, բայց գիդը ասաց, որ սովորական մարդիկ էլ կարող են առնել տոմսը եւ գան մասնակցեն։ Եկեք հիմա դե գնանք հոսթել, չեքին լինենք, մի քիչ հանգստանամ ու արդեն պատրաստվենք, որ երեկոյան էլ դուրս գանք, երեկոյան համերգ ունեմ գնալու։ Արդեն տեղում եմ, ինչպես տեսնում եք, 4 հոգանոց սենյակում եմ մնալու։ Սա իմ մահճակալն է, այստեղ երկրորդը։ Սենյակը փոքր է, բայց իրականում միայն քնելու համար է պետք։ Ինձ թվում է կհարմարվեմ, հետո ցույց կտամ բաղնիկ զուգարանը։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է։ Իրականում չեմ հասկանում ինչ են անում, դրա համար ժամանակ չեմ կորցնում, հիմա ձեզ ցույց կտամ, որ համերգին եմ գնալու, մոտ մի 40 րոպեից սկսելու է համերգը, տեսեք։ Վիվալդիի 4 եղանակներն է, ճիշտ ասած մտածում եմ ինչ-որ պաղպաղակ կուտեմ, բայց հիմա տեսեք հերթը ինչքան շատ է, չգիտեմ, հերթ կանգնեմ, թե հետո գամ։
Բարի լույս, ես արդեն արթնացել եմ, պատրաստվել եմ եւ արդեն դուրս եմ գալիս, գնամ առաջինը խանութ, մի քանի գնումներ անեմ տանելու համար ու նորից կգամ կթողնեմ, կգնանք արդեն մանկալու ապրողներ սենյակի շատ ուշ են արթնանում, ճիշտ այսել եմ սիրում շատ քնել, բայց այսեն ժամանակը չի որ պետքա երկար քնես ու գրած է որ ժամը 10-ից մինչև 7-ն է, որ չպետքա խանգարես, 7-ից 15 զանգի դրել, արթնացա տեսա բոլորը քնած են, ասացի լավ մի քիչ էլ սպասեմ, բայց արդեն 7-ից գնացի որ պատրաստվեցի, հագնվեցի, հələ դեռ իրան քնած է։ Խնդիրը ինչու՞մն է, որ ուզում եմ սենյակ մտնեմ, դուրս գամ, ճամպրուկս բացեմ, ինչ որ հագուստ հանեմ ու անընդհատ ձայներ ես անում, ոնց որ քեզ վատ ես զգում, որ իրենց խանգարում ես։ Արդեն պատրաստ եմ, արագ դուրս գնանք խանութ ու այսօր գնալու ենք պարլամենտ տուր ունեմ, պարլամենտում գնանք համել նախաճաշենք մինչև պարլամենտ գնալը։ Գիտեի, որ այստեղ այդպիսի մեծ շուկա կա, մի քանի գնում եմ կատարել, բայց ոնց որ մի անգամ էլ պետքա գնամ, որովհետև հարցրեցի այստեղ ռեսեպշնի աշխատողին, ասաց, որ վաղը շուկաները փակ են այստեղ։ Մի խոսքով արել եմ գինի։ Իհարկե ես բոլոր տեղերը պետքա փորձեմ անկասկած կակաո եւ Մակեդոնիայի արտադրանք, փախլավա, սա տանելու համար որ փորձենք, հաստատ ես այստեղ մի հատ կամ երկու հատ կուտեմ ու կմնամ։ Իհարկե թուզ եմ առել, հատը մի եվրո է, երևի արդեն սեզոնը չի թուզ։ Մեկ էլ առել եմ կակտուս։ Հիմա գնում ենք նախաճաշենք, սպասում եմ տրամվային։ Տեսեք նորից ջուրացողում, դրա կողքն եմ կանգնել։ Կնախաճաշենք ու կգնանք արդեն, եկավ տրամվայս։ Կնախաճաշենք ու արդեն կգնանք մի տեղը երևի կայցելենք, որից հետո որ պետքա գնանք պարլամենտ, չպետքա ուշանամ, այնպես որ ու չպետքա ուշանամ։ Dann hätte ich gerne das Bäckerfrühstück. Sehr gerne. Und eine Eierspeise dazu. Mit 2 oder 3? Հիմա նախաճաշում ենք, վերցրել եմ այսպիսի բուրգեր բրդուճ, ներսում կա ձու, վիչինա, ինչ-որ սոուս է պանրային, կանաչի և քաղցր, պոնչիկա ծիրանի ջեմով, տենց բաներ չեմ սիրում, բայց փորձեմ։ Մեկ էլ վերցրել եմ այսպիսի հյութ, խնձորի և
խնձորի եւ խաղողի հյութ է։ Եկեք առաջին այդ փորձենք, որտեղ շատ շոգ է։ Շատ լավն է, բնական հյութ է։ Դեպարյա խորժակ արագուտ է, որ գնանք դեպի պարլամենտ։ Ասեք, որ շատ սիրուն է պարլամենտի շենքը, խոսքեր չունեմ, չգիտեմ ներսում կթողեն նկարել թե չէ, բայց պավորված եմ։ Ես վերադարձա, այո իրականում ներսում թույլ չի տրվում նկարը հանել, առաջինը անվճար է, երկրորդն էլ սենց հնարավորություն չեք ունենա, բայց հուլիս-օգոստոս ամիսներին է, որ այսպիսի տուրեր են լինում, քանի որ արձակուրդները չեն աշխատում եւ հնարավորություն կա տուրեր կազմակերպելու։ Եթե այս ամիսներին լինեք, անպայման եկեք։ Շատ տպավորված եմ իրականում։ Եթե ինչ-որ նկարներ ուզում եք տեսնեք, իմ ինստագրամյան սթորիների բաժնում կգտնեք հաստատ։ Գտնվում եմ Սուրբ Ստեփանոսի տաճարի դիմաց, որը Ավստրիայի Վիեննայի խորհրդանիշն է համարվում։ Այն կաթոլիկ տաճար է եւ գտնվում է հին քաղաքի կենտրոնում։ Գնում ենք աշխարհի ամենալավ փաղպաղակը համտեսելու։ Չգիտեմ աշխարհի ամենալավն է թե չէ, բայց այդպես է անունը։ Արդեն եկել եմ մասնակցել Վիեննայի վերջին երկու տուրերին, այցելելու եմ Հաբսբուրգի արքայատոհմի կայսրերի ձմեռային նստավայրը եւ Սիսի թանգարանը, որտեղ որ կգտնեն Եղիզաբեթ Թագուհուն նվիրված բազմաթիվ անձնական իրեր եւ նրա դիմանկարները։ Partly of Poland, parts of Ukraine, Croatia, Bosnia, parts of Serbia. In the middle of the 19th century and died in 1916, so at that time definitely electricity and running water were invented, but he was considered to be such an old-fashioned. Վերջին րոպեներս եմ վայելում Վիեննայում, այս վայրի մասին իմացել եմ ինտերնետից, պատվիրել եմ ավստրիական շնիցել եւ գարեջուր, ավստրիական գարեջուր արդեն բերել են, բայց ասացին, որ շնիցելը կլինի 1 ժամից, այսինքն մինչև նստելը մատուցող ասաց, որ պետք է 1 ժամ սպասեմ ուտելիքի համար, մինչև 1 ժամ, բայց ուրիշ տարբերակ չունեմ, հատուկ էստեղի համար եկել հասել եմ, երկրորդն էլ մի քիչ հոգնած եմ, ավելի լավ կհանգստանամ։ 5 րոպե չանցավ ու բերել են, արդեն չգիտեմ ինչով էր պայմանավորված։ Գարեջուրն էլ է համեղ, թեթև է համեղ։
Եկել եմ ձեզ ցույց տամ Hundert Wasser Haus, շատ գեղեցիկ յուրօրինակ ոճով կառուցված բնակելի շենքը, որը կառուցվել է 1983 թվականին։ Ներքևի մասում էլ հուշանվերի խանութներ են։ Հիմա կփորձեմ ցույց տամ ձեզ, չնայած որ փակ են, բայց ինչքանով որ երևա ցույց կտամ։ Եվ երևի այսօրվային վերջին տեղը կլինի, մի անգամ ուզում եմ գնամ զբոսայգի, այնտեղ որ կան շատ ատրակցիոններ, հետաքրքիր վախենալու, բայց ինչքանով որ տեսա հեռվից լույսերը անջատված են, որինի անպայման կնստենք ցույց կտամ, եթե բաց չլինի, այսքանով կավարտեմ իմ այս վլոգը Վիեննայի, խաղը վերադառնում եմ ժամը 10-ին, իմաստ չունի ելնի կարահանը վերադարձած, քրքիր չի։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, ինչ հարցեր ունեք գրեք կոմենտներում, չմոռանաք լայքել, եւ մինչ նոր հանդիպում, լավ մնացեք։ Սա եմ անպայման նստելու, ու մնացածը դեռ չգիտեմ կտեսնեմ, այստեղ շատ հետաքրքիր ատրակցիոններ կան, տեսեք, ինձ մի քանի րոպեից